Բաբայան, հարցս նորից կալանքի վերաբերյալ է, ինչն է պատճառը, որ Արշակ Սրբազանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը նախորդական հունիսից կարծես թե թիրախավորել էր Սրբազանի կապը, ինչ որ առումով նաև վախենում է նրանից։ Ես չգիտեմ, վախերի մասին չեմ ուզում խոսեմ, ինչն է պատճառը, պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը չի ուզում, որ Արշակ Սրբազանը լինի ազատության մեջ։ Ինչի համար են այդպես անում։ Գիտեք, կարող ենք վերլուծություններ տրամաբանական ինչ-որ բաների փորձել գալ։ Չգիտեմ, իմ կարծիքով ոնց որ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն լինի։ Եթե մի քիչ ուրիշ հարաբերություն լիներ, կարող եմ մտածել նույնիսկ խանդի հարցեր կան։ Արդեն չես հասկանում, թե ինչա կասում։ Որովհետև 18 թվականի գործով հիմա ինչ-որ վերակենդանացնել, բերել հնարել մի մեղադրանք եւ այդ առումով կալանքի տանել, մեն այդ թմրամիջոցի իրացում դրա մասին եմ շատ խոսել, թմրամիջոցի իրացման նպատակով շրջանառություն հոդված ընդհանրապես տեղանություն չունի եւ այլն։ Ինչ ասես կարա լինի։ Քննիչը ինձ հայտնել է եւ թույլատրել է, որպեսզի դրա մասին հայտարարեմ, դեռ նախորդ անգամ էլ եմ ասել, որ ինքը զարմացած է, թե որտեղից է ինֆորմացիան։ Սկզբից ասեց զարմացած եմ, թե որտեղից է ինֆորմացիան, հետո ասեց չէ, ոչինչ բան չի կորել։ Այդ ում հարց ունենք։